երկրորդ եւ երրորդ նախագահների տարանջատման process-ը մեկնարկել է հենց 2008-ից համամիտ եք ես տեսնում։ Ես մի քիչ տարակուսանքով եմ ետևում իմ գործընկերների եւ ընկերների որոշ նմանատիպ հայտարարություններին, որովհետեւ 2025-ի փետրվարին նրանք առաջին անգամ խոսեցին տարանջատման մասին, մենք իսկույն համաձայնվեցինք, տարօրինակ է, որ մինչև մայիս այդ խոսակցությունը շարունակվում է, չեմ կարող հասկանալ ում են ուզում համոզեն մի բանի մեջ, որ այդ մենք արդեն համաձայնել ենք, գուցե հասարակությանը, որ այդպես էլ չի հասկանում, թե ինչու մեր ընդդիմադիր գործընկերները գնացին այդ քալի, ինչևէ, տարանջատվելով տարանջատվեք, պրծել է այդ թեման, անիմաստ քննարկումները, հիմնավորումները, ես չեմ հասկանում ինչի համար են, մանավանդ որ երբեմն այդ քննարկումներից նմանություն եմ ստանում ամուսնալուծված զույգի, որը անգամ բաժանվելուց հետո սկսում է իր մասին բամբասել։ Քիչա բամբասում են, մի հատ էլ ընդհանուր կուտակած կապիտալը փորձում է մեկնում քաշի իր կողմ, քիչը դա է ուզում անի, մի հատ էլ այն մյուս կողմի առանձին կուտակած կապիտալն էլ է ուզում անի։ Պետք չի կարծում եմ նման բաներ ասել, ինչ վերաբերում է պարոն Վարդանյանի դիտարկմանը, որ 2008-ից տարանջատում են, գուցե պարոն Վարդանյանի հետ անձամբ էլ զրուցեմ, երբ որ գալու լինի այցելության, բայց իմ գնահատականը հետևյալն է, կամ ինքը վերանայում է իր քաղաքական ճանապարհը, որովհետև 2008-ին ինքը Դաշնակցության անդամ էր, 3 անգամ մեզ հետ կոալիցիա է ստորագրել, 2 անգամ անձամբ ինքը, կամ էլ քարանետում իր նախկին կուսակցության հասցեին, որը փաստորեն մասնակցել է տարանջատման գործընթացին երկրորդ նախագահից, չգիտեմ, չեմ հասկանում, կգաք խոսենք։ Պարոն Աշոտյան, նաև Մոսկովյան պարադի եւ դրան հաջորդած հանրային հեռուստաընկերության տարբեր եթերների մասին ձեր դիտարկումները։ Մոսկովյան պարադը, գիտեք, բացի նրանից, որ ես այնուհանդերձ պատկանում եմ այն սերնդին, որը եւ ուսում եմ այդ սերունդները կվերարտադրվեն միշտ, որը հպարտություն է զգալու իր ազգային հերոսների, 300,000 նահատակների, հարյուրավոր շքանաշանակիրների, գեներալների, մարշալների համար, ինձ համար պարզ էր հետևյալը, որ եթե այսպես ասած մայիսի 9-ի խորհուրդը Գիտլեր կապուտն է, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում իր այցը ստացվեց Նիկոլ Թարսկապուտ։ Ինչու, որովհետև մենակ Նիկոլը կարող էր ԵՄ-ի նախազգուշացումը անտեսել, դժգոհություն առաջացնել, գնալ Մոսկվա, այնտեղ էլ դժգոհություններ առաջացնել, իտավո երկու կողմն էլ դժգոհ են, միայն Նիկոլը կարող էր անել, դա իրանց արտաքին քաղաքականության ֆանտաստիկ խայտառակ ձախողումների հերթական արձանագրումն է։ Հմեկի եթերները դա ինչ հմեք չի արդեն, այս ընթացքում թուրք TV է եղել, հիմա նացի TV է դարել, առհասարակ կարելի ասել, որ եվրոինտեգրացիան վերածվել է եվրոիմիտացիայի, իսկ ռուսոֆոբիան ռուսոֆրենիայի այլևս։ Ուզում եմ հասկանամ, մեկը հաջորդ ինչի է փոխակերպվելու։ Թուրք TV դարել է, Ազ TV դարել է, հիմա նաց TV է դարել, հետո ինչ է դառնալու։ Վերջին օրին ազգային ժողովում բարբերաբար ԿՊԱ-կանների, այսպես ասած, ջղաձգման դրվագներ ենք տեսնում։ Տեսեք, երևի լավագույն դեպքում Չեխովն է, հա, Չեխովն է ժամանակին ասել, ասում է չի կարող, չես կարող կեղտից պահանջել, որ նա կեղտ չլինի։ Բայց դա շարունակությունն է այդ ֆրազը, նաև ասում է, չես կարող մեղադրել ոսկու ձուլակտորին, որը կյանքի բերումով հայտնվել է ցեխի մեջ։ Ես էլ եմ ընդդիմադիր գործընկերներին աջակցում։ Շնորհակալություն։